Այսօր մեզ է միացել ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բերեք մի սկզբունքային կետից սկսենք եւ հասկանանք։ Հայ-ադրբեջանական բանակցություններում time out է թե կանգ է առել։ Շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Նացականյան։ Իմ կարծիքով հայ-ադրբեջանական բանակցությունները ոչ միայն time out-ի մեջ են, այլև իրենք փակուղային իրավիճակում են հայտնվել։ Վաղուց էին կողմերը մոտենում այս փակուղային իրավիճակին, մասնագետներն էլ զգուշացնում են, որ կգանք եւ կհասնենք սրան, կողմերը sense ցկտում են երկրորդական ինչ-որ հարցեր կարգավորելով, ցույց տալով իրենց լավ տրամադրվածությունը, հատկապես հայկական կողմը բնականաբար միմյանց հանդեպ եւ այլ, հիմնականը թողնել մի կողմ։ Բայց ի վերջո այդ երկրորդական բաները սպառվեցին, եկավ հիմնականի ժամանակ եւ պարզվեց, որ հիմնականի հարցով կողմերն ունեն իրարից բացարձակապես տարբեր դիրքորոշումներ։ Դրա խորհրդանշական ավարտը եւ այն ինչ համաձայնեցրել են, դառնում է առ-ոչինչ։ Ըստ էության համաձայնեցրել են ինչ մենք չգիտենք։ Հայտարարվում է 17 կետից 15-ի մասին, բայց մենք այդ կետերի բովանդակություններ լիարժեք չգիտենք։ Ավելին, քանի դեռ ոչինչ համաձայնեցված չէ, այդ կետերն էլ ինքնին աշխատանքային տեսք ունեն եւ ամեն րոպե կարող է փոխվեն։ Հիմա եթե ինչ-որ մի մեկը մեզ ասել է, որ այսինչ կետերը այս տեսք ունեն, դա եղել է ամիսներ առաջ, հիմա կարող է փոխվի։ Հիմա գանք այդ կետերից դուրս ինչ է տեղի ունենում, որովհետեւ դուք էլ նշեցիք, որ դա է ավելի դոմինանտ դառնում այս process-ում։ Արևմտյան Ադրբեջան թեզը Հայաստանի համար է հասունացնում Բաքուն, թե Իրանի։ Ցավոք դա ամենից առաջ ուղղված է մեր դեմ եւ պատահական չէ, որ այս մասին Ալիևը խոսեց հենց անմիջապես մեր այս վերջին ողբերգական 2020 թվականի պատերազմից հետո եւ դա հստակորեն ցույց է տալիս Ադրբեջանի զավթողական նկարտումները ողջայցան երբեք այդ տերմինը չի շրջանառվել։ Ես ինչքան գիտեմ, ինքը առաջին այդ տերմինը կիրառել է 2021 թվականի դեկտեմբերին, ինչքան գիտեմ, դրանից առաջ ես բավականին ակնթեթ հետևում եմ իրենց մամուլին, իրենց խոսույթին, իրենց փորձագետների խոսույթին եւ իրենք չեն կիրառում, ավելին իրենք մեկ այլ վտանգավոր բաներ են ասում, ես այս մասին եմ խոսել, իրենք ասում են հայ-ադրբեջանական պայմանական սահման։ Սա շատ վտանգավոր թեզ է, որովհետև այդ սահմանը եթե պայմանական է, ապա մշտապես դա պատերազմների եւ սրացումների բույն է մեկ, եւ երկրորդ ինքը անընդհատ կարող է փոխվել։ Ես այս առումով իրենց փորձագետների հետ էլ անուղակի բանավեճի մեջ եմ եւ ասում լավ, այդքան հաճիկով որ ասում եք հայ-ադրբեջանական պայմանական սահման, այս պահին դուք ուժեղ եք եւ լավ եք զգում։ Բավոր մի պահ ձեր մոտ սկսվում են խնդիրներ եւ մեր փողոցում լինի տոն։ Եվ մենք էլ ասենք, թե սահմանը պայմանական է։ Դե եկեք այդ սահմանը դնենք, ենթադրենք Ստեփանակերտի մոտով, Կուր գետի մոտով, հասկանում եք, դա շատ երկսայրի սուր է, երբ որ դու ասում ես, դա Պանդորայի արքղ է, որը բացում ես եւ չի կարող ոչ ոք ասել, թե ուր կհասնի։ Հիմա տեսեք ռուս-ուկրաինական պատերազմը 2022 թվականի փետրվարին, երբ որ սկսվեց, ով կմտածեր, թե փետրվարի 25-ի դրությամբ պատերազմից մեկ օր անց կունենանք այս արունակամանող եւ ծանր վիճակը, երբ որ Ռուսաստանը փաստացի մտել է գոյաբանական պայքարի մեջ, ես այս մասին ձեր ստուդիայում շատ եմ խոսել։ Հիմա Ադրբեջանը, որ այսքան մեր նկատմամբ sense ագրեսիվ, sense նվաճողական ծրագրերով գալիս է, վստահ է, որ մի օր երբ որ մեր դանակը ոսկորին հասնի եւ մեր իշխանությունները մի քիչ այլ մոտեցում ունենան, չեմ ասում ինչ իշխանությունները, հանկարծ իրենք գոյաբանական խնդիրների մեջ չեն խրվի։ Այն պահանջները, որոնք այսօր Ադրբեջանը շրջանառում է, իրագործելի չեն դրանք։ Գիտեք, դա իրագործելի են միայն եթե հայ ժողովուրդը դադարի գոյություն ունենալ։ Ինչ է նշանակում Երևան, ինչ է նշանակում Զանգեզուր թուրքական իմաստով, թեև Զանգեզուրը ամենևին էլ թուրքական բառ չէ։ Գիտեք, նրանք չեն գիտակցում այնպիսի խոսել այնպիսի պահանջներից, որոնք չի ընկալվում։ Նայեք, իրականում խնդիրը կայանում է նրանում, որ պաշտոնական Բաքուն հայերին հեռացնելով եւ էթնիկ զտում իրականացնելով Արցախում կատարեց միջազգային հանցագործություն։ Ընդ որում ՄԱԿ-ի միջազգային դատանը 2023 թվականի նոյեմբերին Արցախի հայաթափումից 1 ամիս 2 ամիս հետո հստակորեն ասաց, որ հայերը պետք է ապահով եւ անվտանգ վերադառնան Արցախ եւ այնտեղ ապրեն։ Հիմա Ալիևը դա հասկանալով եւ իմանալով, որ այնուհանդերձ Ղարաբաղյան կամ Արցախյան խնդիրը իր աքիլեսյան գարշապարն է, իր թույլ տեղն է, որ իր ցանկացած թշնամի, ցանկացած մեծ տերություն, որը կուզենա իր վրա ազդել, այդ դա է մեջտեղ բերելու, ինքը փորձում է մարտը տեղափոխել մեր դաշտ։ Այսինքն մեր համար խնդիրներ ստեղծել, որ մենք միշտ խոսենք, ոյ չէ, Սյունիքը մերն է, ոյ չէ, Զանգեզուրը մերն է, ինքն էլ վերջում sense մեծակով ասի, դե լավ, ձերն է, կանոնեցինք 0։ Այսինքն ինքը ասում է մեր դաշտ,
որովհետեւ մենք լավագույն դեպքում 0-ի վրա կանգնենք, թույլ չի տալիս, որ մենք անցնենք իր դաշտ։ Հետո տեսեք, ինչ հետաքրքիր ենք բան են անում, չէ՞, ասում են, այ եթե դուք ուզում եք Արցախահայերը վերադառնան, դե իրենք ասում են Ղարաբաղի հայերը, ապա դուք էլ ադրբեջանցիներին ընդունեք ձեր մոտ։ Բայց հիմա արդյոք սրանք հավասարժեք են։ Չէ՞ որ 80-ականների վերջին, երբ որ ադրբեջանցիները գնացին, ստացան գույքի փոխհատուցում, վաճառեցին իրենց գույքը, դրան հակառակ, երբ որ 2023 թվականին հայերը հեռացան Արցախի հանրապետության տարածքից, դա միջազգային հանցագործություն էր եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանն էլ դա ամրագրել է։ Իսկական համարժեք չեն էս փաստերը։ Կարևոր հանգամանք է, այսինքն Ալիևը իր ժամանակն է սպասարկում, թե հետնորդի մասին էլ է մտածում։ Գիտեք, Ալիևը միշտ է մտածում իր հետնորդի մասին, սա մեկ, միշտ Ընդ որում իր թույլ տեղն է այդ հետնորդի խնդիրը, որովհետև դատելով որոշակի տեղեկատվության պատառիկներից իր տղան այն դեպքում լիարժեք պատրաստ չէ այնպիսի մի բարդ պետության ղեկավարումը իր վրա վերցնել, ինչպիսին Ադրբեջանն է։ Երկրորդ, գիտեք, ժամանակները շատ սննդած են փոխվում եւ երրորդ սերունդը մեկ կլանի դա կարող է խնդրահարույց լինել, օրինակ տեսեք Սիրիայում 2 սերունդ կարողացան պահել, Կադաֆին 1 սերունդ կարողացավ պահել, Սադամ Հուսեյնը 1 սերունդ կարողացավ պահել, հիմա այստեղ արդեն հավակնությունը կա 3-րդ սերունդի։ Ալիևի մոտ միշտ էս խնդիրը կա, գիտեք, ես այստեղ մեկ ուրիշ բան կուզեի ասել, ի տարբերություն մեր շատ ղեկավարների, այստեղ մի քիչ ներհայաստանյան քննադատություն անեմ, ի տարբերություն մեր շատ ղեկավարների, Ալիևը իր բոլոր թերություններով եւ իր մարդազերծ, այսինքն իր ագրեսիվ քաղաքականությամբ հանդերձ ինքը Ադրբեջանը դիտարկում է որպես իր անձնական կալվածք։ Այն դեպքում, երբ որ մեր երկրի շատ ղեկավարներ Հայաստանի Հանրապետության ղեկավարության այդ 10-ամյա շրջանը, որ կարող է իրենց բաժին հասնել, դիտարկում են որպես ասենց անձնական ամբիցիաների բավարարում, որպես հարստացում, որպես կլանային ինչ-որ առաջխաղացման միջոց, եւ արդյունքում Ալիևը փող է ներդնում իր պետության ռազմավարչական համակարգում։ Այն դեպքում, երբ որ մենք, օրինակ, մինչև նույնիսկ մեր ողբերգական պատերազմը հարցին վերաբերում ենք որոշակիորեն թեթևամտորեն, էլ դե ասում ենք կա բանակը ստանդարտը կա, Ռուսաստանը մեր թիկունքին կանգնած, իսկ անձը վերաբերվում է որպես իր կալվածքի եւ այս առումով էլ ձեր հարցին եւս մեկ անգամ պատասխանեմ, այո, Ալիևը պատրաստվում է այս ամենը փոխանցել իր տղային։ Դե հիմա ինչպես դա կստացվի, այլ հարց է։ Ինչ վերաբերվում է այդ արևմտյան Ադրբեջանի մյուս կողմին, ապա Իրանի վրա հարձակվելու պատրվակով նա հարավային Ադրբեջան է սկսում խոսել, կարճ ուղղակի լսողներն ասենք, հարավային Ադրբեջան հասկացություն չկա, կա ատրպատական անտիկ, որը հետո միջնադարում Ադրբեջան է դարել, եւ իր սահմանը հյուսիսում Թաբրիզ, Արդաբիլ, հարավում Համադան, արևելքում էլ Ռեյ եւ մինչեւ Իրաքյան լեռնաաշխարհի ավարտը Իրանից եկող վերջին օրերի հայտարարություններին հետևում է։ Բավականին սրվեցին Իրան-իսրայելյան հարաբերությունները վերջին օրերին, գիտեք, Կովկասի մասով նաեւ։ Ցավոք այս խաղի մեջ Իրանը բացահայտ ասում է, Զանգեզուրի ճեղքումը մենք ենք խափանել։ Իրանը միշտ պետք է դա ասի եւ իրոք իր համար կենսական նշանակություն ունի այս ամեն ինչը, բայց այս պահի դրությամբ հերթական սրացումն է գնում Իրանի շուրջ եւ կան արդեն որոշակի կարծիքներ, որ գուցե Նեթանյահուն հարված հասցնի Իսրայելին։ Թրամփը ընդգծված դուրս է մնում սրանից, ասում է ես դեմ եմ, բայց ես օրինակ չեմ բացառում, որ դա կարող է Թրամփի եւ Նետանյահուի որոշակի համակարգված խաղը լինել, լավ ոստիկան, վատ ոստիկան առումով, Թրամփը լավ ոստիկան է, Նետանյահուն վատ։ Ի վերջո եկեք ընդունենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշակի արբիտրի դեր է կատարում այս հակաբարձության մեջ եւ ինքը չի կարող բացահայտ ինչ որ մեկի կողմը կանել, ինչքան էլ որ իր հոգով եւ սրտով Իսրայելի կողմը լինի։ Մյուս կողմից էլ կարող է եւ չկանգնելով բացահայտ Իսրայելի թիկունքին փորձի Իսրայելի թուլության պատրանք ստեղծել, որպեսզի առիթի դեպքում, երբ որ Իսրայելը ինչ որ պայ հարված կստանա կամ կմտնի կոնֆլիկտի մեջ, ասի ամեն դեպքում մեր եղբայրն է եւ ես իր համար խառնվում եմ։ Այս առումով ուղղակի ասեմ, որ մյուս կողմից էլ պետք չէ սրացումների շատ հեռուն գնացող երևի հետևություններ անել, որտեղ նման սրացումներ շատ են եղել։ Նույնիսկ հիշում ենք, որ Իրանը իր բալիստիկ եւ անօթաչու թռչող սարքերով massական հարված հասցրեց Իսրայելին, թեև արդյունավետությունը շատ ցածր եղավ։ Ամեն դեպքում Իրանի շուրջ խնդիրը մշտապես սրվում է եւ այստեղ քաղաքակրթական Իրանը խնդիր ունի, այս մասին շատ եմ ասել։ Դա բացի այդ, Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունների ո՞ր արդյունքն է մեզ համար շահեկան։ Մեզ համար շահեկան է, որպեսզի տարածաշրջանը չպայթի։ Ամենից առաջ դա, այսինքն մեզ համար շահեկան է, որ մեծ պատերազմ չլինի։ Ճիշտ է, ինչ որ իմաստով պատերազմը նաև կարող է մեզ հնարավորությունների։ Այսինքն Վաշինգտոնը ընդունի Իրանի միջուկային իրավունքը։ Ընդունի կամ Իրանն ինչ որտեղ նահանջի եւ չլինի սրացում, որովհետեւ երբ որ այդ սրացումը եղավ, դա անկանխատեսելի է։ Այո, ինչ որ տարբերակներում կարող է մեր համար նույնիսկ լավ լինի, որովհետեւ Ադրբեջանը խնդիրների մեջ խրվի եւ այլ, դառնա Սիրիա եւ այլ, բայց ավելի հավանական տարբերակներում մենք մեր մատակարարման հարավային
հոսքից ենք զրկվում, Ադրբեջանը այդ իր խառը այդ պատերազմական իրավիճակի մեջ կարող է հարված հասցնի Սյունիքին, այսինքն դա մի հատ Պանդորայի նորից ասեմ արկղ է, որը կբացվի եւ մենք կանգնած ենք հենց այդ վիհի եզրին, այսինքն մեր սահմանից անդին, մեղրից անդին գնալու են պատերազմ եւ մենք չգիտենք այդ պատերազմում ինչը ոնց, ընդ որում այնքան մասշտաբային պատերազմ է գնալու, որ ասենք մեղրում մեր զինված ուժերը այդտեղ կարող է շատ մեծ խնդիրներ ունենան։ Այդ որ ասեցիք, Իրանը սկսում է լայնամասշտաբ զորավարժություններ։ Այո։ Զորավարժություններ են անում նաև Նախիջևանում, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Գիտեք, Ադրբեջանի ու Թուրքիայի զորավարժությունները մի կողմից պլանային են, այսինքն ինչքան իրենց վերջի տարիների էս զորավարժությունների տեմպը որ նայում ես, միշտ պլանային են։ Ես ուզում եմ մեր անհանգստության Գիտեք, պարոն Ասակյան, աստիճանը տեսնենք։ Մենք միշտ պետք է անհանգիստ լինենք։ Ես նույնիսկ ասենց ասեմ, մենք հիմա չպետք է երբեք հանգիստ լինենք։ 2020 թվականի պատերազմից հետո այն ձևի փոխվեց ուժերի հարաբերակցությունը ի վնաս մեզ, որ հիմա մենք իրավունք չունենք հանգիստ լինելու։ Մենք պետք է գիշեր ցերեկ մեր պաշտոնյաները պետք է քնեն իրենց աշխատասենյակներում անվերջ խորհրդակցություններ անեն, էֆեկտիվ սխեմաներ ու պլաններ մտածեն, թե ինչպես, որովհետև մենք այս պահին կանգնած ենք վիի եզրին, անդունդի եզրին ենք կանգնած, եւ մեզ չեն հարվածում ընդհանրապես միջազգային կոնսենսուսի բացակայության պատճառով։ Ես չեմ ուզում թերագնահատել մեր զինված ուժերը, այո, երբ որ մեզ սեղմեն, մենք մարդ կտանք եւ դա անկասկած է, բայց ուժերի անհավասարությունն այնքան է, որ թշնամու կողմում գայթակղությունը շատ մեծ կլինի մեզ հարվածել։ Այսինքն այնպիսի վիճակում չենք, որ ահա հասանք ստեղ եւ հանգստացանք։ Այնքան մենք դեռևս տեղ ունենք առաջ գնալու, որ հասնենք այդ երևակայական սահմանին, որից հետո հանգստանանք։ Բայց դե մենք ինչով ենք զբաղվում, հայտնի է մեր օրակարգը։ Մոսկվայի եւ Բաքվի տարաձայնությունները իրական են թե բեմականացված։ Այստեղ շատ հետաքրքիր հարց եք տալի, այս մասին ես շատ եմ խոսել, նույնիսկ ձեր ստուդիայում կհիշեք, մենք դեռ Արցախը երբ որ դիմադրում էր, մենք խոսում ենք 2025 թվականի մայիսի 9-ի մասին, եկավ 2025 թվականի մայիսի 9-ը դարձավ մայիսի 10, ես հատուկ այդ օրը Facebook-ում գրել եմ այս մասին եւ հիմա արդեն դե յուրե Ադրբեջանը չի կարող դեմ լինել, որպեսզի ռուսական զորքերը շարունակեն մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Հիմա կասեն աբսուրդ է, մարդը ասում, այնտեղ ռուսական զորքեր չկա, գիտեմ այդ ամեն ինչը, բայց նաև իրավաբանական սահմանն է անցել, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված էր, որ եթե մինչև 2025 թվականի մայիսի 9-ը, այնտեղ ուրիշ ձև էր նշված էր 6 ամիս առաջ, եթե մինչև մայիսի 9-ը դու չես ասում քո զորքերը հան, ու կողմերից որևէ մեկը Հայաստանը լռեց, պարզ է, ապա այդ զորքերը եւս 5 տարով մնում են տեղ։ Հիմա երբ որ Ուկրաինայում վերջանա, Ռուսաստանը կարող ասես մի ամիտ տեսքով գա, ասի քո ստորագրությունը սա մեկ։ Այսինքն իրավաբանական կարկասը շատ լուրջ Ռուսաստանի համար կա եւ սա իմ կարծիքով Ադրբեջանին անհանգստացնում է։ Երկրորդ, դե որ անհանգստացում է, չի փակում այդ հարցը։ Ոնց փակի։ Եկե մայիսի 9-ը անցել է արդեն։ Ոնց փակի։ Հիմա այս պահին ուղղակի Ադրբեջանը հույս ունի, որ ռուսական արջի ձեռքերը շարունակում են զբաղված մնալ Ուկրաինայում եւ այս կողմ չի հասնում, բայց վաղ թե ուշ Ուկրաինայի պատերազմը վերջը վերջանալու է, չէ՞։ Վերջը արդեն այսօր որոշակի ստվերում մնաց ինֆորմացիան, որ մի 6-ը, այսինքն անգլիական հետախուզությունը, որ այս պահին Զելենսկու գլխավոր ըստ էության հովանավորի դերում է հանդես գալի, չէ՞ որ Ամերիկան մի կողմ քաշվեց, ինքը ասաց, որ Ռուսաստանը մեծ բանակ է պատրաստում եւ շուտով երբ որ հարձակվի դու խնդիրներ կունենաս, ընդ որում եվրոպական երկրներն էլ Ուկրաինային ստիպում են, որ 18 տարեկանից սկսի զորակոչը, այսինքն խոսք կա նաև կանանց զորակոչի մասին եւ այլն, քան Ուկրաինայի վիճակը դառնում է կրիտիկական։ Ընդ որում եվրոպական երկրներն ասում են, որ եթե ուզում ես սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ խստացնենք, ապա այդ նույն 18 տարեկաններին կանչի բանակ, այսինքն այդ երկրի ուժերը սպառվում է։ Հիմա ճիշտ է, շատ քիչ, բայց ռուսական զորքերը առաջ խաղացում ունեն ճակատում։ Այստեղ ռուսական կողմի ամրության հարցն է։ Նույն գիտեք, մի բան էլ ասեմ, ռուսական կողմի պայմանները այդ 5 շրջանների վերաբերյալ հանգեցին։ Հիմա այս կամ այն ձև, եթե այդ 5 շրջանները դրանց մի մասը կեսը գա եւ Ռուսաստանի ախորժակը բավարարվի, ի վերջո նա հարավ է գալիս, հարավում շատ ողբալի է իր վիճակը։ Վրաստանը անորոշ, մեր մոտ հակառուսական վիճակ, Ալիևն էլ խորը հակասություններ ունի։ Ընդ որում ինչ որ պահի Ալիևը կարող է սեղմվել Իրանի եւ Ռուսաստանի միջև։ Ես կարծում եմ իրանք մեծ բանի տեղ չեն դնում, Հայաստանի Հանրապետությունից հաշվարկներում չկա եւ իրենք պատրաստվում են այդ մեծ հակամարտությանը, որը կլինի, երբ որ Ուկրաինայի հարցը լուծվի։ Եթե Մոսկվայում խելոք լինեն, իրենք պետքա ուղղակի դնեն նոյեմբերի 10-ի հայտարարությունը եւ Ալիևին ասեն, իմ զորքը պետքա լիներ այնտեղ, բնակչությունը պետքա լիներ այնտեղ։ Դրան Ալիևը ինչ պետքա պատասխանի։ Ասենք ես չգիտեմ ինչ պետքա պատասխանի դրան Ալիևը։ Շփտա եւ ինչ ասի։ Չկա, ստիպեց շանտաժով, սովահարությամբ վերեց մի իրավիճակի, երբ որ բնակչությունը հեռացավ։ Հուսանք, պարոն Ասական, հուսանք, բայց դե մենք պետք է մեր խնդիրները լուծենք, իսկ մենք զբաղված ենք շատ հետաքրքիր իրավիճակներով։
Մեդինսկու արտահայտությունը։ Մեդինսկին ես գիտեք չեմ կարծում դա ինքը պատահական արեց, բայց գիտեք, այդ արտահայտությունը Բայց հիմա մակրաջրում են երկու օրը երկկողմանի էր, Բաքվում դրանից ծայրահեղ դժգոհ մնացին եւ պատասխան ապտակ տվեցին Ռուսաստանին, գիտեք ինչ կոպիտ ասեց իրենց մամուլի քարտուղարը արտգործնախարարության նախարարության, ասաց մենք ի տարբերություն ոմանց ագրեսիվ պատերազմ չենք վարել եւ չենք զավթել ուրիշ երկրի տարածքը։ Դե պատկերացնում եք դա ինչա, դա բաց այդ կանգնում ապտակում ես Ռուսաստանին։ Հա բայց հայկական կողմն է կարող է դժգոհ մնալ, չէ՞։ Չէ՞ որ Մեդինսկին բերեց եւ Արցախի ինքնորոշման խնդիրը, որ Արցախահայության ինքնորոշման խնդիրն էր եւ ամենևին էլ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև տարածքային խնդիր չէր, Մեդինսկին բերեց հավասարեցրեց դրան։ Ուղղակի մեր երկրում չարձագանքեցին դրան, փորձագիտական մակարդակից վերև չբարձրացավ, դե մենք զբաղված ենք նման բաներին չենք արձագանքում, բնականաբար Ադրբեջանը շատ վատ ու խանդով է այդ ամեն ինչին իդեպ վերաբերվում եւ ճիշտ են անում, որ անհանգստանում են եւ ես հույս ունեմ, որ Ալիևը մի օր իր ոտքը կկոտրի այս պատմության մեջ։ Ռուսաստանի դեսպանը Բաքվում տեսես ոնց է շոհել Բաքվի տրամադրությունը։ Ալիևի իմաստուն եւ Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ իմաստության ներողություն հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնվել է։ Ես մի ծայրահեղ ցես բան ասեմ։ Անձորության նշան է թե ուրիշ սա դիվանագիտական ես մի ծայրահեղ բան ասեմ, ես երբեք դիվանագետներին չեմ լսում։ Իրոք չեմ լսում դիվանագետներին, որովհետև դիվանագիտական խոսքը ինքը այնքան կեղծ է եւ այնքան կյանքից կտրված է, որ դիվանագետին լսելը դա անիմաստ ժամանակի կորուստ է։ Ես իրոք չեմ չափազանցնում, թող ինձ ներեն դիվանագետները, անձնական խոսակցությունների մասին չի, բացահայտ հայտա, այս դեսպանը սա ասեց, հետո նա կասի։ Կամ այդ դեսպանին կփոխեն մեկ ուրիշ դեսպան կգա, կամ այդ որ անձնական իմաստություններ, այն որ Ռուսաստանին այդ ընկած ինքնաթիռի հետ կապված մի քանի ամիս sense մցնում էր ցեխը, դες դեմքով մցնում էր ցեխի մեջ, ասում էր ներողություն խնդրի, հանում էր ասում էր կխնդրես, չէ, դորից էր դեմքը մցնում։ Դա իմաստություն է։ Թե իմաստությունն է, որ շանտաժով հասավ նրան, որ երբ որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը մեզնից խլեցին Արցախը եւ Ռուսաստանը նախատեսում էր, որ ինքը այնտեղ բազա կունենա եւ Աբխազիա կամ Օսիա երկուս կունենա, արդյունքում մեկը մյուսին թալանեց եւ ռուսական զորքեր նստեցին էշելոնները եւ գնացքով Բաքվով հերացան Դերբենդ։ Այդ անփառնակ նահանջն էր շոյանքը, հա, Գյուլիստանի պայմանագիրն ու Թուրքմենչայի պայմանագիրը, որ 19-րդ դարում կնքում էր Ռուսաստանը, դրա համար էր կնքում, որ իր զորքերը հեռանան, չէ, այստեղ խնդիրներ կա եւ խնդիրը նորից աշխարհակաղակական մակարդակում է, դա ընդհանուր կանոն, ես բազմիցս եմ ասել, Կովկասյան, Լեռնաշղթայից հյուսիս իշխող ուժը, ինչ ուժ դա ուզում է լինի պատմականորեն, սկյուտական թագավորություն, ոսկե հորդա, ինչ ուզում է լինի ռուսական կայսրություն, եթե Կովկասյան Լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներում դու ամուր չես, դու համարի որ հյուսիս ընկած տարածքներում ամբողջ չէ։ Ես չեմ ասում Լեռնաշղթան, հյուսիս ընկած, ընդհանուր մինչև Ռոստով, այդ կողմերը նախակովկասյան հյուսիսային Տապստաններում դու ամբողջ չես։ Իսկ հիմա Ռուսաստանի դիրքերը փլվում է հարավային Կովկասում։ Իջելա ռուսական ներկայությունը ստեղ 18-րդ դարի մակարդակի, 19-ն էլ չէ, 18-րդ դարի, երբ որ Գեորգիևսկյան տրակտատն էին կնքում վրաց թագավոր Իրակլիի հետ եւ ռուսական երկու գումարտակ մտավ նոր առաջին անգամ մտավ Վրաստան։ Այդ մակարդակի է իջա ռուսականներ։ Դա նորմալ չի, դա չի կարող շարունակվել։ Ուղղակի նորից եմ ասում, շատ մեծ սխալ կատարեց պաշտոնական Մոսկվան ուկրաինական кейսում, հիմա էլ են իրենք դա ընդունում, վերջերս իրենց պաշտոնյաներից մեկն ասաց, որ ուկրաինական հարցի թերագնահատումը մեր ամենամեծ սխալներից էր, որ 90-ականներից էր գալի։ Այդ սխալը մեկ այլ սխալ ծնեց, եւ որ իրենց թվաց թե մի հարվածով կկարողանան այնպիսի տրիումֆ ապահովել, ինչպես 2003 թվականին ԱՄՆ ապահովեց Իրաքում, իրենց խաբեց Ղազախստանի հաջողությունը 2020 թվականի հունվարին, երբ որ լուրջ դիմադրություն չկար։ Լավ։ Եվ արդյունքում ծանր եւ անհեռանկար պատերազմը ավարտում ենք, բայց ավարտենք ավելի հետաքրքիր բաղով։ Հիմա մենք կմնանք այս արտաքին օրակարգի խնդիրների շրջանակում, թե ներքինը կգա եւ կառաջնորդի քաղաքական։ Իմ կարծիքը հետեւյալն է. արտաքին օրակարգը հաճախ ապահովում է ներքին օրակարգով։ Հիմա մենք այնքան թույլ ենք։ Հիմա այդպեսի զուգակցում է գնում։ Պետք է փորձել։ Դա այդպես է։ Տեսեք, Թուրքիան կիրառելով իր ներքին ուժերի բյուրեղացում եւ ուժեղանալով սկսում է արտաքին օրակարգ թելադրել։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը, երբ որ ուժեղանա, ուժեր հավաքի, աստիճանաբար կսկսի արտաքին օրակարգ թելադրել։ Հիմա մենք ներքինում թույլ ենք եւ ներքինս ընդդիմության իշխանություն եւ նույնիսկ ներընդդիմություն երեք, ասենք Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ բանավեճը գնաց, չէ, ստորագրել եք, չեք ստորագրել։ Նույնիսկ մենք այս ներքին խնդիրները չենք կարողանում լուծել։
Արտաքինն է սենց հանձնենք, ինչ ուզում եք վերցրեք։ Արցախի հարցը փակված է, ցեղասպանության մասին չենք խոսում, Հայաստանը ամեն ինչ բոլորին տալիս է, սենց չի կարելի, սենց դու բմբուլես, որին քամին կքշի աչուձախ, սենց չի կարելի։ Դու պետք է ներքին ուժեր ունենաս, տեսեք Իսրայելը մեր տիպի պետություն է, հрьяաները մեր տիպի ազգ են։ Այդ ազգը եւ այդ պետությունը ուր է հասել, որ մերձավոր արևելքում տոն է տալիս։ Մենք էլ դեռ ամենադրա հակառակ ծայրում նստած ենք եւ սպասում ենք թե քամին որ կողմ կքշի։ Մենք պետք է ծանր օրվան սպասենք, երբ որ մեր շուրջը պատերազմ կպայթի։ Մեր պետությունը հիմա պատրաստ է որ վաղը կարտանանք եւ կպարզվի որ Իրանը մխրճվել է պատերազմի մեջ։ Մենք պատրաստ ենք այդ օրվան։ Մենք պատրաստ ենք այդ օրվան։ Իսկ Իսրայելը պատրաստ է այդ իր ամենածանր օրվան եւ նույնիսկ ինքն է օրակարգ թելադրում։ Սա պետք է, այ ձեր ասած ասենց փագեմ, էլի ներքին օրակարգը, այսպես պետք է արտաքին օրակարգը բերի, բայց թե։ Շնորհակալություն։ Մեհեր Հակոբյան, ռազմաքաղաքական վերլուծաբան,